Որ ասում եք թշնամի, ում նկատի ունեք, Սաքոյին, ձեր աղբորը? Հա, ես մի թշնամի ունեմ, ու դա Սաքոնը։ Իր արածը ոչ ներում ունի, ոչ արդարացում։ Ինքը դրա համար Աստծուց պատժվել է, իր անմեղ երեխան է մահացել։ Բայց ես էլ վաղուց են փոքր աստվածավախ երեխան չեմ, ու ինձ համար քիչ է այն պատիժը, որ ինքը կյանքից է ստացել։ Ես էլ իմ հաշիվներն ունեմ անձնական։ Մի հատ էլ հարցնեմ։ Աշոտը ուր է։ Մեռած է։ Ոնց։ 10 տարի առաջ ես մենակ եմ դուրս եկել իմ տնից, որովհետև 10 տարի առաջ Սաքոն Աշոտին սպանեց, բայց դրա մասին ոչ ոք ոչինչ չիմացավ։ Ես սովորաբար չեմ վստահում մարդկանց, բայց հիմա տեսնում եմ, որ երկուսս էլ նույն նավում եմ գտնվում։ Ու երկուսիս նպատակներն էլ նույն թեմայի շուրջ են պտտվում, դրա համար ձեզ այս բոլոր մանրամասնությունները ներկայացրի։ Դե ես գիտեմ, որ քո աղբերը մարդ չի, բայց որ սենց Սաքո անունը, ես աղբեր չունեմ։ Հայկն է սաղ կյանք հորից ներացած ապրե։ Գիտեմ, ուղղակի հիմա երկու քարի արանքում եմ հայտնվել։ Հայկն էլ, Միքոն էլ պիտի իմանան, որ իրենք իրենց գլուխը կախելու առիթ չունեն։ Իրենք պիտի իմանան, ով է իրենց չստացված մանկության միակ մեղավորը, Բայց, ինչ բայց։ Վախենալու է, որ պատմությունը կարող է կրկնվել։ Այս ամեն ինչը կարող է նոր աղետի սկիզբ դառնալ, ուղղակի խնդիրն է նա, որ լուռ մնալն էլ կարող է աղետ դառնա, ամեն ինչ բարձրաձայնելն էլ։ Ինչը նկատի ունես։ Դուք գիտեիք, որ Հայկը Նարեին մատանի է նվիրել։ Ես գիտեմ, որ իրանց մեջ ինչ-որ բան կա, բայց համոզված եմ, որ ամեն ինչ վերջացած է։ Կա ու ամեն ինչ ավելին քան լուրջը։ Ես այս տարիների ընթացքում մի անգամ Հայաստան եկել եմ Կարոյի մահվան ժամանակ։ Ոչ ոք չիմացավ։ Կարոն իմ պահած երեխան է ու ինձ չէի ների, եթե վերջին անգամ հրաժեշտ չտայի։ Մենակ Նազիկ տատը ինձ տեսավ։ Մտածում էի, որ կհասցնեմ ամեն ինչ բացատրել, ասել ոնց ա եղել, որ Աշոտը իրենց չի թողել ու գնացել, բայց Նազիկ տատը շատ բարկացած էր ու չթողեց ես ոչ մի բառ ասեմ։ Ինքը ինձ տարավ իրենց մառանում թաքցրեց, որ ոչ ոք չտեսնի։ Որ հանկարծ չբռնվեմ։ Անգամ Մարգար պապը ինձ չտեսավ։ Ինքն էլ շատ հուսահատ էր։ Հայկին էլ նոր էին բռնել։ Ինձ մենակ մի բան ասեց։
Ասաց, եթե կարողացել եք այդքան բանի վրայով անցնել ու միասին գնալ, ուրեմն կարողացեք նաև ձեր երջանկությանը տեր կանգնել։ Ինքը ինձ հասցրեց նրան, որ ես խոստանեմ։ Խոստանեմ, որ Աշոտը երջանիկ է լինելու։ Ես էլ խոստացա։ Խոստացա մի բան, որ երբեք էլ չէր լինելու։ Հիմա ես եկել եմ, որովհետև խոստումս պիտի կատարեմ։ Ես հիմա Աշոտի անունը պիտի մաքրեմ ու ճշմարտությունը ջրի երես հանեմ։ Հորքուր, ես հյուրանոց եկա չգտա քեզ։ Խնդրում եմ զանգի ինձ կամ գրի, որ հասկանամ որտեղ ենք հանդիպելու։ Ես հենց դրա համար եմ եկել։ Պիտի Աշոտի երեխեքին չվնասեմ։ Ես Նազիկ տատին խոսք եմ տվել։ Այս եմ դեպքն է, որ դուք ինչ անեք, ոնց անեք, սա լավ վերջ չունենալու։ Գիտեմ։ Դրա համար էլ խճճվել եմ այսպես։ Ես պիտի անեմ այն ինչի համար եկել եմ, ուղղակի պատկերացում անգամ չէի կարող ունենալ, որ կարող է Նարեն ու Հայկը միասին լինեն։ Այդ իմ համար էլ էր նորություն, և շատ վատ նորություն, և մեկը մյուսի հետևից։ Մեկը մյուսի հետևից։ Արի մի բան, իրար հետ պայմանավորվենք։ Ես քեզ ամեն ինչում կօգնեմ, կողքդ կլինեմ, եթե իմ երեխեքին դա վնաս չտա։ Ինքս երբեք չեմ կարող Աշոտի երեխաներին վնասել։ Դու եկել ես Սաքոյից վրեժ լուծես, բայց իմ երեխեն հիմա Սաքոյի տանն է։ Էլի եմ ասում, ես կողքդ եմ, բայց հիմա քեզ պիտի խնդրեմ, որ ոչ մի բան չանես։ Ես այսքան սպասել եմ, որ ոչ մի բան չանեմ։ Մի չմտածված քայլ կարա անմեղ մարդկանց կյանք արժենա։ Մի քիչ ժամանակ տուրից։ Ես սրա ելքը կգտնեմ, անպայման։ Հասկացանք իրար։ Ես սպասելու ժամանակ չունեմ։ Ես անգամ Նարեին եմ մերժել, հիմա ինչի պիտի բոլոր պլաններս փոխեմ։ Կասեմ ինչի։ Ես քեզ չեմ հարցնում ու չեմ պատրաստվում ինչ-որ մեկի հետ պայման կապել։ Սա իմ պատմությունն է ու ես շատ երկար եմ լռել։ Ես քեզ հասկանում եմ։ Հավատա դրա կարիքն էլ չունեմ։ Երբ երկար ժամանակ ամեն ինչ անում ես, որ քեզ ընկալեն, ընդունեն, հասկանան ու դա չի ստացվում, անտարբեր ես դառնում բոլոր կարծիքների հանդեպ։ Մեր խոսակցությունը ոնց որ սխալ է գնում։ Արի մի հատ էլ փորձենք իրար հասկանանք։ Լսի, մենք մեծ մարդ ենք։ Եվ մեր ճանապարհը արդեն ունենք անցած։ Կորուստ էլ ունենք։ Ու երկուսս էլ հասկանում ենք, որ ոչ մի բան հետ չես բերի։ Հա, բայց այդ չի նշանակում, որ պիտի մոռանանք կամ թույլ տանք, որ մեղավորները հանգիստ ապրեն։ Ճիշտ ես։ Բայց այս ամեն ինչի հետ միասին կա մի հատ կարևոր բան՝ ժամանակը։ Եվ ամեն ճիշտ արած քայլել կարա դառնա շատ սխալ, եթե վռազես։ Իսկ եթե ուշացնես, շատ ավելի մեծ սխալներ կարող են լինել։
Համաձայն եմ, չեմ վիճում, բայց արի սպասենք։ Ինչ եմ ասում, սպասենք։ Որովհետև դու ինձ վստահում ես։ Դու պատմեցիր ինձ քո պատմությունը։ Ես էլ հիմա այս ամեն ինչի պատասխանատու եմ զգում։ Տարիներ առաջ սխալներ են եղել եւ շատ մարդատուժ եմ։ Հետևանքները մինչև հիմա չեն անցնում։ Հիմա երեխեք են մեծացել, որ այդ հետևանքների պատճառով էլի կարան տուժել։ Ես էլ լինեմ կողքից նայողի դերում ու ինձ էլի զոհեմ հանուն ուրիշների։ Իհարկե ոչ։ Բայց դու համել չես ուզում, չէ՞ որ զոհերը ավելանան։ Քո նպատակը բոլորին վնասելը չի, չէ՞։ Դու կոնկրետ նպատակ ունես, ուրեմն գնա կոնկրետ այդ նպատակին։ Եվ պարտադիր չի, որ այդ ճանապարհին ուրիշի գլուխները տորորես։ Հավատա, տենց էլ է հնարավոր։ Ասա։ Հասար տուն։ Ոյ, ես դու անհանգստանում ես։ Ուղղակի հարցնում եմ։ Հասել եմ ու քնում եմ։ Չզանգես։ Դե մի 3 ժամ հաստատ քնելու եմ։ Լավ է, որ ճիշտ ժամանակին ուղեցիր սխալդ, թե չէի զանգելու։ Արդեն քնած եմ։ Ես գնամ արդեն։ Ես քեզ կուղեկցեմ։ Չէ, չեմ ուզում։ Դες իմ համար քո տանտեղը իմանալը խնդրեմ չի։ Մեկ էլի հանդիպելու ենք եւ դա լինելու է քո ուզելով։ Ամեն դեպքում մենակ կգնամ։ Դե կապի մեջ կլինենք։ Համել։ Ես քեզ կօգնեմ քո երեխու հարցով։ Ոնց։ Էդ էլ ես գիտեմ ոնց։ Սենյակից դուրս չես գալիս։ Հիմա կգամ։ Չեմ ասում, որ պետք է անպայման դուրս գաս, Սոն։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, քեզ լավ չես զգում ստեղ։ Ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի ամեն ինչ նոր է ու անսովոր։ Ու հետո գիտես, որ մտքերով ստեղ չեմ։ Գիտեմ, Սոն, բայց չեմ ուզում այդ մեզ խանգարի։ Եթե քեզ ժամանակ է պետք, դու այդ ժամանակը ունես։ Մենակ խնդրում եմ, նենց մի արա, որ ես մտածեմ, որ դու լավ չես։ Հավատա, այդ մեզ երկուսիս կխանգարի։ Լավ։ Չեմ խանգարի։ Ինչ մտքի եկար Սոնայի մասով քերի։ Էլի ինչ որ բան ա եղել։
Իսկ դու ինչ ես մտածում Սոնայի արարքի մասին։ Ինչ պիտի մտածեմ քեռի։ Այդ հարցում երկրորդ կարծիք կարա լինի։ Չգիտեմ, դրա համար էլ հարցնում եմ։ Քեզ մենակ իմ կարծիքն է հետաքրքրում։ Արի պաս խոսանք իրար հետ։ Ուզում հասկանամ ինչքան ժամանակ է իր պատրաստում ինչ չասել։ Ես խոսում եմ քո ու Նարեի հարաբերությունների մասին, որը իմ աչքերի մեջ Վրամի ու Սոնայի հարաբերություններից ոչ մի բանով չի տարբերվում։ Հայք ես չեմ հասկանում։ Ես ինչ ես անում դու։ Դու ամենաշատն ես վարվել ես պատմության մեջ։ Եվ հենց այդ, որ Սոնան պետք է բաժանվեր Վրամից, դա քո պատճառով էր։ Հիմա ես իրոք չեմ հասկանում։ Բացատրի ինձ ինչ է կատարվում։ Ով է ասել քեզ քեռի։ Չնայած կարևոր էլ չի, նենց չի որ պիտի թաքցնեի։ Բայց այնպես բանը որ չպետք է լիներ։ Հա, պիտի չլիներ։ Բայց եղել է։ Ու քեզ թվում է որ ես ուզում էի որ տենց լիներ։ Ես ուզում էի Ադամյանի սիրեի։ Չէ, քեռի։ Չէի ուզում։ Ու այս սերը ավելի շատ պատժի նման բան ոնց որ լինի։ Ես ընդհանրապես մոռացել էի ինչ բան է սիրելը։ Ու ինձ թվում էր որ էլ ամբողջ կյանքում չեմ էլ կարողանալու սիրել։ Բայց եղավ։ Ստացվեց քեռի։ Միշտ ես եմ ասել, որ մարդը իր կյանքում ինքն է որոշում ամեն ինչ։ Ու կարա կառավարի ամեն բան, անգամ զգացմունքները։ Բայց սխալ եմ եղել։ Սխալ եմ եղել քեռի։ Փաստորեն չի կարա մարդ կառավարի, որովհետև չես կարա որոշես ում պիտի սիրես։ Եթե սիրտդ տենց է ուզում ու հարցնում ես ինչ կարծիք ունեմ Սոնայի քայլի մասին։ Չեմ մեղադրում։ Ինչ ես խոսում։ Կրկնում եմ քեռի։ Չեմ մեղադրում Սոնային։ Ու Սոնայի արած քայլը սխալ չի։ Ուղղակի արածի ձևն է սխալ, տենց չեն անում։ Երեք ես դրանց դեմը կանգնած, Սոնան ինձ հողին հավասարացրեց։ Ու ես միջև այս պահը մտածում էի, որ քո նման չեմ ներելու ու ջնջելու եմ Սոնային։ Բայց հետո հասկացա, որ չէ։ Մարդ ինչքան էլ սիրահարված լինի, քեռի, պիտի իր սթափությունը չկորցնի։ Դու լավ գիտես, որ ես ոչ մի վարքյան իմ արածի համար չեմ փոշմանում։ Ոչ մի վարքյան չեմ փոշմանում, քեռի։ Չեմ փոշմանում այն ինչ որ արել եմ ու գնացել 6 տարի փակվել եմ բանտում։ Չեմ փոշմանել։ Բայց չեմ էլ ներում ինձ։ Չեմ ներում դրանց, որ պապաս գնացել ու չոքել այդ սակոյի առաջ։ Չեմ կարող ներեմ ինձ։ Այդ իմ ցավն է քեռի, այդ իմ բաց վերքն է։ Ու հենց երեք ես Սոնայի պատճառով ինձ նույն դիրքում էի, նույն իրավիճակում էի զգում։ Ոնց որ պատմությունը կրկնվեր։ Ուղղակի ես ու պապաս տեղերով փոխված ենք։ Երեք այդ Սաքոն ու Վռամը էլի հաղթողի դիրքում կանգնած էին քեռի։ Հաղթողի դիրքում։ Ու ես պիտի խոսայի, բայց չխոսացի։ Հետս կռիվ տալով պատտվելու հետ եմ եկել։ Ինչ ես մտածում։ Պիտի ներեմ Սոնային։ Հա? Կանգնել համոզում էի, որ գա իմ հետ։ Համոզում էի, բացատրում էի, բայց ինքը ինչ արեց։ Պատտվեց ու գնաց Վռամի տուն։
Ինչ ես մտածում։ Ներելու եմ։ Չէ։ Չեմ ներելու, բայց չեմ էլ մեղադրում։ Երեխեք ջան, ո՞նց եք։ Լավ ենք, մամ ջան։ Բայց ես ինչ սեղան ես գցել, որ առիթ կա։ Չի առիթ չունենք, տղա ջան։ Հարս եմ տուն վերել, բա դա առիթ չի։ Հետո ես ինչ սեղանա, որ այդ առիթը ավելի ճոխ սեղանա պահանջում։ Ու մենք մեր ընտանիքի անդամներով ենք, Վրամ ջան։ Ուրիշ մարդ չկա։ Մի հատ մեր հայկական ձևով բաժակ չբարձրացնենք։ Ես ձեզ ինչով օգնեմ։ Արի հետս խոհանոց կասեմ։ Արմույն էլ եմ ասել գա։ Պապ ջան, դու չէիր ասում, որ ուզում ես ընտանիքի անդամներով լինենք։ Արմոյին ինչի ես կանչել։ Նեղվում ես, Նարե։ Նարե ջան, քեզ համար նորություն է, որ Արմոն ամեն օր մեր տանն է։ Եվ հետո սիրուն չի էլի, նեղնկած պահերին Արմոյին հիշում ենք, իսկ հիմա ուրախությունը առիթա սիրուն չի աղջիկս։ Լավ։ Գնամ զանգեմ տեսնեմ ինչ եղավ Արմոն։ Հա, Վրամ ջան։ Ինչ եղար, Արմոն, քեզ ենք սպասում։ Արդեն գալիս եմ։ Լավ, դե արագացրու։ Ես հիմա լավ գիտեմ ու հասկանում եմ, թե ինչ ես մտածում իմ մասին։ Անկամ ես չեմ հասկանում, ես քո մասին ինչ եմ մտածում։ Ինչ անեմ, Քերի, ասա։ Ինչ անեմ։ Եթե ես հիմա հրաժարվեմ Նարհից, այդ ինչ-որ բան փոխելու է։ Սկսել ես Սոնայպես խոսել։ Չէ, Սոնայպես չեմ խոսում։ Սոնան սիրում է այն մարդուն, ով իմ ողերիմ թշնամին է։ Ու ում պատճառով ես իմ կյանքում շատ բաներ եմ կորցրել։ Բայց Նարեն չէ, Քերի։ Նարեն բացի լավից ոչ մի բան չի արել։ Ոչ մի բան։ Հա, ես հենց հիմա, Քերի, հենց հիմա կարամ իմ ու Նարեի կապին վերջ տամ։ Կարամ էլ ընդհանրապես չշփվեմ հետը։ Բայց այդ ոչ մի բան չի փոխելու։ Քերի, ես ամբողջ կյանքումս մենակ կորցրել եմ։ Մենակ կորցրել եմ ու էլ ես կյանքին կապող ոչ մի բան չունեմ։ Ամբողջ կյանքս ատելության մեջ եմ անցկացրել ու հիմա ինձ սիրում են։ Ես ոնց կարամ այդ բաց թողնեմ։ Ոնց բաց թողնեմ։ Այն ինչը գտել եմ վերջապես իմ կյանքում ու դարձել է իմ կյանքի իմաստը։ Նենց չի, որ ես հպարտանում եմ իմ արածով, չէ, չեմ հպարտանում։ Ոստեղ շատ կարևոր կետեր կան, Քերի։ Ես մի անգամ
Փորձել եմ Նարեից հրաժարվեմ, բայց հասկացել եմ, որ չի ստացվում։ Դու գիտես, որ ես կամքի ուժից թույլ չեմ, բայց Նարեի պարագայում չի ստացվում։ Չգիտեմ ինչի չի ստացվում, քեռի։ Կարող է հենց այս սերը պատիժ է։ Իմ պատիժն է։ Բայց ես այդ աղջկան խոսք եմ տվել։ Խոսք եմ տվել, որ ամբողջ կյանքում մենակ չեմ թողնելու իրան։ Ու հիմա իմ խոսքը իմ պատասխանատվության մասին է։ Ես պատասխանատու եմ Նարեի առաջ։ Պատասխանատու եմ Նարեի համար ու ես լակոտ չեմ, որ մի օր ասեմ ես քեզ սիրում եմ ու քո համար ամեն ինչ կանեմ ու քեզ տերեմ ու հաջորդ օրը ասեմ չէ գիտես ինչ կա, փոշմանել եմ։ Փաստորեն դու հաշտվել ես քո անցյալի հետ։ Չէ, քեռի։ Չեմ հաշտվել ու չեմ էլ հաշտվի։ Երբեք չեմ հաշտվի։ Ու հա, ես հիմա ասում եմ, որ պատրաստ եմ Նարեին վերցնեմ ու գնամ ստեղից։ Բայց ես Ադամյանների հետ պարզելու հարցեր ունեմ։ Ու այդ հարցերս պարզելու եմ, անկախ Նարեի հանգամանքից։ Երի տես չի լինում։ Կլինի քեռի։ Ուղղակի պիտի հասկանամ ոնց։ Հիմա իմ ձեռքերը կապում է այն փաստը, որ Սոնան դրանց տանն է։ Հիմա Սոնան դրանց տանն է, քեռի։ Ու նենց չի, որ վռամն է եկել Սոնայի ձեռքից վերցրել ու տարել։ Չէ, Սոնան իր կամքով վերակացել ու գնացել է դրանց տուն։ Եթե վռամը եկած ու տարած լիներ, ես կգնայի ու Սոնային հենց այդ պահին հետ կբերեի։ Բայց հիմա չեմ կարա։ Չեմ կարա, ինչ անեմ։ Ով էր ասել քեզ Նարեի մասին։ Միքոն։ Ինչի Միքոնը գիտի։ Հա, պաստորեն Միքոն չի։ Դե դա արդեն ընդհանրապես կապ չունի, բայց ես գիտեմ մի բան հստակ, որ ես հարցել եմ լիքը ջուրը քաշելու։ Ես շատ կարևոր կենացուն եմ ասելու։ Հետո նոր կօգտվենք, որովհետև Անիկը շատ համեղ է պատրաստում։ Արմուհապեր բաժակները լից։ Ահա, ապրես։ Ապրես Արմու ջան, ապրես։ Այսօր իմ ընտանիքում տոն է, ու ես դրա համար շատ ուրախ եմ, երջանիկ եմ, որովհետև իմ ընտանիքի անդամների թիվը ավելացել է։ Սոնա ջան, աղջիկ ջան, բարի գալուստ Ադամյանների ընտանիք։ Ես գիտեմ, աղջիկ ջան, այս պահին հնարավոր է քո սիրտը այդքան էլ ուրախ չի, բայց Սարգո ջան, ոնց որ թե ավելի լավ սկսեցիր։ Չէ, ինչի Անիկ։ Բա մենք ընտանիք ենք, պիտի պարզ խոսենք մեկս մյուսի հետ։ Ինձ համար, աղջիկ ջան, շատ դժվար է եղել այն ամեն ինչը, ինչ եղել է անցյալում, մի կողմ դնել ու նայել առաջ, որովհետև ինձ համար իմ երեխու երջանկությունն ավելի կարևոր է, քան թշնամանքը։ Սոնա ջան, մենք քո համար մի փոքր նվեր ենք պատրաստել։ Հետո լավ իմացի աղջիկ ջան, դու իմ տան հարսն ես, կարգով ու կանոնով ամեն ինչ լինելու է։ Իմ տանը միշտ ու մշտապես պահպանվել է հայկական ավանդույթները ու այտենց էլ շարունակվելու է։ Հավանեցի՞ր։ Շնորհակալ եմ շատ սիրունը։ Ուրախությամբ վայելես։ Մի բան էլ եմ ուզում ասել, աղջիկ ջան։
Բաբ ջան, կարող է կենացները թողնենք հետո։ Չէ, ինչի, Վրամ ջան։ Հենց այս պահն է կենացների պահը։ Հետո երբ։ Բա բարի գալուց չմաղթեմ իմ հարսին։ Հո չես նեղվում, աղջիկ ջան։ Չէ։ Շատ ավելի լավ։ Հիմա ուզում եմ իմանաս, որ դու այս տուն գալով ոչ ոքի ու ոչինչ չես կորցրել։ Այլ ընդհակառակը կանցնի որոշակի ժամանակ ու դու կհասկանաս, որ այս տանը գտել ես այն, ինչ չես ունեցել։ Ծնողները պիտի իրենց էգոն փորձեն մի կողմ դնել, որ իրենց երեխեքին չդժբախտացնեն։ Ես համենայն դեպս արել եմ ամեն հնարավոր բան, որ իմ երեխեն այսօր իրան երջանիկ զգա։ Դուք, երեխեք ջան, ընդհանրապես մեղավոր չեք մեր անցյալի ու սխալների համար։ Ընդհանրապես ընտանիքը մարդու համար պիտի լինի այն տեղը, որ ոչ թե փախչես այդտեղից, այլ ընդհակառակը վարկյան առաջ շտապես տուն, շտապես ընտանիք։ Ու ես վստահ եմ, աղջիկ ջան, որ այս ընտանիքը քեզ համար կդառնա հենց իմ ասած ընտանիքը։ Բարի գալուստ իմ տուն, բարի գալուստ նաև քո տուն։ Նարեն։ Ինձ կներեք։ Ուզվեց երևի։ Ես իհարկե շատ շնորհակալ եմ, որ Սոնային լավ ես ընդունում։ Բայց հիմա քեզ ասում եմ մի բան, որը էլի եմ ասել։ Սոնան քո խաղերում չկա, պապա։ Ես անցած անգամ կուլ տվի ասածդ տղա, վստահ լինելով, որ հաջորդ անգամ մտքի ծերով անգամ չի անցնի, չես էլ մտածի այս ամեն ինչի մասին։ Նորից եմ ասում։ Սոնան այս պատերազմում չկա։ Ու քո խաղերում էլ չկա։ Ձյացակո ես կարևոր զանգուն եմ անամուկը։ Պապ, դու հասկանում ես ինչ կլինի, եթե Վրամը իմանա։ Վրամը դեռ ոչ մի բան չգիտի։ Կանգ առ։ Հերդ անուղելի է։ Ու շատ վտանգավոր։ Սկզբում զարմացել էի, որ Սոնային ընդունել ես, բայց հիմա ոնց որ թե սկսում եմ ամեն ինչ հասկանալ։ Սոնան, Արմո, Վրամի կինն է։ Հա, բան չասեցի, ձյացակո, բայց մի բան կա, որ ինձ շատ ուրախացնում եմ, համել դե մինչև Սոնայի ձերտուն գալը դու լրիվ ուրիշ մարդ էիր, ոչ հետդ խոսալ էր լինում, ոչ է քեզ գտնել էր լինում։ Հիմա այս տպավորությունը ոնց որ ներսումդ մի հատ նոր շունչ է բացվել։ Ես չգիտեմ այս ամեն ինչի իր հետ ինչքանով կապ ունեն, բայց շատ լավ է, որովհետև իմ ճանաչած ձյացակուն հետ է եկել։ Նորից կրկնեմ։ Սոնան Վրամիս կինն է։
ու մնացածը ես ինչ կանեմ, ինչ կխոսեմ, ինչպես կվարվեմ, դա իմ գործն է ու իմ իրավունքը։ Իսկ մնացածը արդեն գիտես։ Դու վրամի հետ պիտի լավ լինես։ Իմանալով, որ վրամը եթե ջոյնանում է, իզնից վտանգավոր է դառնում։ Եղավ արմա, զգույշ եղի։ Գնանք ներս։ Ես երևի գնամ։ Երևի գնաս։ Ամեն դեպքում։ Ամեն դեպքում արմա։ Ես քեզ շատ հնարավորություն եմ տվել, մինչև անգամ, որ ընտանիքի շատ մոտ լինել։ Բայց ու ամեն ինչ քո տեղը չեմ կարող անել, արմու։ Շատ բան հասկանում ես, խելքդ գլխի տա, հիմա էլ ես հասկացել ահագին բան։ Բայց քեզ ինչ ա թվում։ Ես կուզեմ, որ իմ աղջիկը որևէ տեղ իմ դեմ օգտագործող զենք դառնա, արմու։ Ուզում ես ասես, Չմոռանալով, որ Նարեն երբեք չպիտի նեղվի։ Ես քեզ երկրորդ հնարավորությունն եմ տալիս, բայց վերջին։ Արմու, վերջին հնարավորությունը։ Օգտվի առիթից։ Իսկի հերդ քեզ այսքան հնարավորություն չի տվել։ Եղավ։